Դե ինչ վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է մեր եթերը եւ ինչպես խոստացել էինք հաղորդման սկզբում, այսօր խոսելու ենք նաեւ մեր լեզվի, մասնավորապես լեզվական դժվարությունները հաղթահարելու նոր մեխանիզմների մասին, որտեղ օգնության է հասնում մեզ մի գիրք, ուղեցույց, որը հեղինակել է իմ հյուրը։ Դավիթ Գյուրջինյանն է տաղավարում, լեզվաբան, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս նվերի, որովհետեւ այս ուղեցույցը իսկապես նվեր է բոլորիս համար, ինչը պատճառ հանդիսացավ, պարոն Գյուրջինյան, որպեսզի ստեղծեք լեզվական դժվարությունները հաղթահարելու ուղեցույցը։ Այս գիրքը նախապատմություն ունի, ծնվել է համացանցում Շուշան Կարապետյան եւ Հայկ Ամբարձումյան ամուսնական զույգը կայք ունի մշակութային, արտ 365 է կոչվում եւ Շուշանը մի օր ասաց ամենատարածված 10 սխալները, որոնք ձեզ նյարդայնացնում են, երևի են նախորդ գրքից տպավորությամբ հանուն մեր նյարդերի, որոնք են, մի նյութ կգրեք, գրեցի նյութը, ասաց ինչ չի լինի, որ շարք անեք, ամեն ամիս նյութ տակ մեզ, ասի լավ էլի, համակարգվելու է, պարբերաբար դու ուղղակի պարտավորվում ես մի թեմայի շուրջ գրել։ Եվ այդպես գրեցի այնքան, մինչև 50 զրույց դարձավ, դե հաշվեք 12 ամսով, ահագին ժամանակ է։ Բայց այդ ընթացքում եւ կայքում, եւ Facebook-ում, եւ ուրիշ տեղերում մարդիկ քննարկում էին, լրացումներ անում, հարցեր տալիս, ճակերտավոր պատվերներ, թե այս հարցին կանդրադառնանք եւ այլն, եւ հետո որոշեցի սա լավ մշակել, լրացնել եւ Բրյուսովի անվան պետական համալսարանը լինգվա հրատարակչությունը հրատարակեց, հիմա սա այսպես լավ տարածվում է հանուն հայերենի, որ մեր խոսքի որակը բարձրանա կամ լավանա, այդ սխալներին որքան հնարավոր է հրաժեշտ տանք եւ այլն եւ լինի ոչ տխուր, ոչ տերմինախեղտ արած, այլ դյուրին լինի եւ կարդալը եւ յուրացնելը եւ մի լավ բան էլ եղավ, գիտեք այդ ընթացքում դեռ ես գրում էի ինձ դիմեց բուն հեռուստատեսության ղեկավար Գեմաֆին Գասպարյանը եւ ասաց չի լինի փոքրիկ հաղորդումներ նկարենք 25 այդպիսի հաղորդում նկարեցինք որ հրապարակվեց հայերենի ուղեցույց վերնագրով 25-ը հիմա YouTube-ում կա եւ Բուն TV-ն էլ անդադար դա պատտում է եւ շատ լավ է անում այնպես որ ուղեցույց բառը այնտեղից եկավ Եվ հիմա եկել է հաղթահարելու պահը, եթե տեսնում եք կազմի վրա այստեղ տարբեր տառատեսակներով ու չափերով գրվում է հաղթահարել, վերջապես մենք պիտի կարողանանք հաղթահարել այդ դժվարությունները եւ լավ հայերեն աշխատեցնենք Իրականում մեկ այլ բան է գրել հատուկ օրինակների, խնդրահարույց բառերի մասին եւ այլ բան է ստեղծել գիրք, որը ամեն ինչ դասակարգում է, հերթականությամբ ներկայացնում բոլոր խնդիրները եւ ձեզ համար կարծում եմ ամենադժվարն էր ընտրել այդ խնդրահարույց բառերը, օրինակները, ինչպես կատարեցիք, որովհետեւ դրանք շատ են։ Շատ լավ եք ասում։ Այո, նախորդ գրքույկը, որ հանուն մեր նյարդերին վերնագիրն ուներ, այսպես ինքնաբուխ սխալ էի լսում, դրան անդրադառնում հումորով, բանով եւ փորձում վերացնել դա, իսկ այստեղ ես զգացի, որ պիտի համակարգել։ Ասենք, եթե անդրադառնում ես ուղղագրության այս դեպքին եւ փնջով, ասենք 10 դեպք, 12 դեպք, 14 դեպք, կամ 3 դեպք, կամ 9, ինչու պիտի մյուսները չլինեն։ Եվ այդպես մեծացավ, հիմա որ որոշենք նորից գրել, էլի կգրվի, որտեղ լեզուն անդադար փոփոխվում է, մարդիկ տարբեր են, նոր բաներ են ծնվում, սխալներ եւ այդպես երբ ուղղագրությունը կա, ուղղախոսությունը կա, դե դրանք բաժիններն են, բայց այդ
տերմինները այստեղ համարյա չեն երևում։ Ձևաբանություն, շարայություն, արևմտահայերենի եւ արևելահայերենի առնչություններ, այդ ընդհանուր բառեր, որոնք տարբեր իմաստներ ունեն եւ երբեմն զավեշտալի իրավիճակներ են ստեղծում։ Նույնիսկ իմ պարտքը համարեցի հատուկ անդրադառնալ ավանդական ուղղագրությանը, որ հայաստանցի ընթերցողները հենց տեսնեն ավանդական ուղղագրությամբ տեքստը հետ չքաշվեն, այլ կարդան բնական, որտեղ դա այն հայերենն է, որով այն ուղղագրությունն է, որով մենք գրել ենք մի 1500 տարի։ Այդպես սա ծնվեց, հիմա էլ ուրիշ բան ենք սկսել, հիմա էլ դարձվածքներին ենք անդրադառնում, այդպես չգիտեմ թե ինչքան պիտի ձգվի Եվ ուր կհասնի։ Եվ ուր կհասնի, բայց միտեղ կհասնի։ Հաստատ։ Այս էլ նպատակ ունի ճանաչել տալու մեր լեզվական կառույցները, դարձվածք, շրջասություն, օրինակ այբից սկսել, այսօր համարյա չեն ասում։ Նշանակում է հենց սկզբից։ Այբից մինչև K նշանակում է սկզբից մինչև վերջ, ամբողջությամբ եւ այլն։ Եվ սա պիտի թեթև զրույցով լինի, բայց ճշգրիտ։ Ամենակարևորը ճշգրիտ։ Պարոն Գյուրջինյան, կարող ենք նաև ասել, որ մեր լեզուն սկսել է շատ հաճախ խոցվել, որովհետև նաև սոցիալական հարթակներն ունեն իրենց ազդեցությունը։ Եվ շատ հաճախ սխալներ լինում են այս կամ այն լեզվից փոխառությունները սխալ օգտագործելու կամ հայերենը աղավաղելու դեպքեր։ Այո, ճիշտ եք, սոցցանցերը բացեցին եւ մեր առջև դրեցին իրական վիճակը։ Եթե առաջ հետազոտողը պիտի փնտրեր բանավոր խոսքից պոկեր այդ դեպքերը, հիմա սոցցանցերում ով ասես գրում է, ինչ ասես գրում է, ինչպես ասես գրում է, բայց բարեբախտաբար լավ է, որ հայատար գրողների թիվը ավելանում է։ Շատ ու շատ ավելացել է, դա ուրախալի է, բայց այո, մարդիկ կան, որոնք գրում են այնպես, ինչպես խոսում են, կամ ավելի վատ երևի, այդպես չի լինում, բայց իրենք կարողանում են, որտեղ գրող մարդը մտածում նոր է գրին հանձնում իր միտքը։ Հիմա մարդիկ կան այդպես, վայրի վերո եւ այլն, օտար ազդեցությունները կան, այդ ազդեցությունները միշտ եղել են, ռուսերենի ճնշումից դեռ դուրս չեկած, մենք հիմա անգլերենի ճնշման տակ ենք, եւ հիմա օրինակ մարդիկ կան, պաշտոնյաներ, հանգիստ ասում են աշխատանքներ են տարվում, ուր են տարվում, չգիտեմ ինչ, կատարվում են, միշտ կատարել ենք աշխատանքները, բայց հիմա այնքան է տարածվել, որ դրանց էլ պիտի անդրադառնալ, որովհետև դա լեզվամտածողություն է։ Օտար բառը դու կարող ես հանել, ասենք երբ մարդիկ ասում են սամալյոտ, դա այնքան ցցուն է հայերեն խոսքում, որ մեկը ասում է թարգմանաբար ասա ինքնաթիռ, բայց օդանավն ավելի լավ է, եւ սրա դեմն առնելը շատ ավելի հեշտ է։ Իսկ երբ մտածական է, օրինակ այդ գտնելը, ես գտնում եմ, որ այս բանը այսպես պիտի արվի, չգիտես, չենք կարողանում։ Որտեղ եւ ինչպես են գտնում։ Չէ, դա ով է գտնում, ինչու է գտնում, եւ այդպես շատ կան, որ հայերեն բառեր են, բայց մտածողությունը հարազատ չէ։ Եվ այսպես այս կարգի աշխատանքները ուրիշներն էլ են արել։ Շատ լավ գիրք ունի Պետրոս Բեդիրյանը, հայ լեզուն եւ մեր խոսքը վերնագրով, դա էլ է ուղեցույց, շատ ու շատ հարցերի պատասխան է տալիս եւ անդադար պիտի ուշադրության կենտրոնում լինեն այդ հարցերը, որ հասարակությունը այդ սոցցանցերում նստած կամ գրող եւ առհասարակ լեզուն գործածողները փոքր ինչ զգաստանան եւ նաեւ տեղեկացված լինեն, որ սա կա, սա ճիշտն է, սա սխալն է եւ այլն։ Իրականում չիմացությունը մարդը երբ օգտագործում է այս կամ այն բառը սխալ, կարող է խանգարել միայն իրեն այս դեպքում եւ ունենում է պարզապես
վատ մեկնաբանություն հասկացող մարդկանց կողմից։ Տպավորություն, Բայց երբեմն լինում է մասնագիտական տերմինոլոգիան, երբ սխալ է օգտագործվում կամ սխալ են թարգմանում, սխալ են մեկնաբանում, որովհետև շատ հաճախ մենք հիմա ունենք այդպիսի մեծ հանդիպումներ, երբ դրսից են հրավիրված մասնագետները, թարգմանիչներն են սխալ բառ օգտագործում, ինչ խնդիրներ կարող է բերել այս դեպքում հայերեն լավ չիմանալը։ Եթե թարգմանչի մասին եք խոսում, եթե տերմինաբանության հարցերով զբաղվողի մասին ենք խոսում, այո, նրանք պիտի իմանան եւ շատ լավ պիտի իմանան այս կամ այն օտար լեզուն։ Բայց առանց հայերենի չի կարող լինել, որովհետեւ նյութը դառնում է հայերեն։ Մարդը մասնագետը պիտի տերմին ստեղծի։ Հիմա ոմանք ասեն ինչու եք ասում տերմին, ասեք գիտաբար, եզր, սա թողնենք, որովհետև բավական կայուն վիճակում է այս բառը եւ այստեղ մասնագիտական լուրջ աշխատանք է պետք։ Օրինակ համակարգչային տերմիններից ես չեմ կարող այդպես ազատորեն խոսել, մտքեր արտահայտել, որովհետև դա իմ մասնագիտությունը չէ։ Մասնագետն էլ դժվարանում է լեզվական հարցերում, թե այսպես կլինի այս կառույցը կամ նորակազմությունը արդյոք ընդունելի է, թե ոչ։ Եվ համագործակցությունը կարևոր է։ Մենք դժբախտաբար, պարբերաբար շատ հաճախ չենք հրատարակում տերմինների ցանկեր կամ տերմինարաններ այս կամ այն բնագավառի։ Հիմա այնպիսի բնագավառներ կան, որոնց միայն անունը գիտենք, ասենք ինձ համար մութանտար է տվյալագիտությունը։ Այս բառը շատ սիրուն հորինվել է, բայց թե ներսում ինչ կա, մենք դա կիմանանք, եթե լինեն տեղեկատումներ, լինեն գրքեր եւ այլն։ Եվ այսպես է, որ հայերենը պիտի անդադար գործողության մեջ լինի, եւ այդ գործողության մեջ է, որ առաջարկված 1, 2, 3 տերմինից մասնագիտական հանրությունն ընդունում է այս մեկը։ Բնական է, որ մրցակցություն կա տերմինների։ Լավագույնը այն կլինի, որ առաջին ստեղծածը հիանալի լինի եւ էլ կռիվ չլինի, որովհետեւ որոշ դեպքերում տեսնում ես այս բաժակի համար, դե բաժակի չէ, այդ երևույթի համար ստեղծում են բազմաթիվ միավորներ։ Մարդը չգիտի, ասենք ուսանողը, մասնագետը, որն ընդունի եւ լեզուն բեռ է վերցնում իր վրա, ավելորդ բեռ։ Գործածողը պիտի մտածի, թե ինչպես կողմնորոշվի եւ այլն եւ այլն։ Այստեղ լուրջ եւ հետեւողական ու գիտական աշխատանք է պետք։ Մեկ մյուսն էլ այսպես ձեր միջոցով եւ ուրիշ միջոցով այդ նյութը հանրությանը հասանելի դարձնել կամ այո հասցնել, հանրամատչելի ներկայացնել, սա հետևողական աշխատանք պիտի լինի։ Եվ որպես մեր զրույցի ամփոփում, քանի որ մեր եթերաժամը լրանում է, որն է այն խորհուրդը, որ կտաք մեր հեռուստադիտողներին հայերենին ավելի մոտ գտնվելու համար։ Միշտ գործածել հայերեն, միշտ գործածել, բառարաններ բացել, փակել, լավ օրինակին հետևել, հրաժարվել վատից, գրել համացանցում միայն հայերեն, հայատար հայերեն, որովհետև երբ դու գրում ես լատինատար կամ գյուրեղատար ռուսատար, այդ դեպքում քո վերահսկողությունը ամբողջությամբ չի գործում, բոլորովին չի գործում։ Դու չես մտածում ուղղագրության մասին, հայերեն բառի տեսքի եւ այլն։ Պիտի գուրգուրել հայերենը։ Շնորհակալ եմ անչափ։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ լեզվական դժվարությունները հաղթահարելու ուղեցույցի մասին էինք խոսում, որը հասանելի է յուրաքանչյուրին, այնպես որ կարող եք անդադար թերթել այս ուղեցույցը եւ ոչ միայն սա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մենք շարժվենք առաջ։ Սա էլ հաղորդմանը, որ միշտ մնա այստեղ, բացօփակող լինի եւ այլն։ Սիրելիներ, շարժվենք առաջ, լսենք երաժշտություն։